Վերջին զանգ հեռուստասերիալում լռության պահից մինչև փոթորիկը ընդամենը 1 քայլ էր։ Հարսանեկան մթնոլորտը լի էր լարվածությամբ։ Հենրին եւ Անգելինան հարսանեկան հագուստով կանգնած էին բոլորի դիմաց, պատրաստ ամուսնանալու։ Բոլորը շոկի մեջ էին, բայց դեռ ոչ ոք ձայն չէր հանում։ Եվ այդ լռությունը վերջապես խախտում է Միքոն։ Նա մոտենում է հենց այն պահին, երբ Հենրին պատրաստվում էր ստորագրել ամուսնական գրանցման թուղթը։ Միքոն գունատ, բայց վճռական ասում է, որ Հենրին դուրս գա սրահից, քանի դեռ ուշ չէ։ Հիմա այն պահն է, երբ կարող է փոխվել բոլորի ճակատագիրը։ Դրսում մի կողմ տանելով որդուն, Միքոն դժվարությամբ խոստովանում է, Անգելինան իր դուստերն է, ծնված արտամուսնական կապից։ Նա տարիներ առաջ հանձնել է Անգելինային, Ավագին ու Վիկտորիային։ Հենրին շշմած է, նրա ներսում ամեն ինչ փլվում է, ընտանիք, սեր, ապագայի պլաններ։ Նա հեռանում է ռեստորանից, ահա որ ցավ ապրելով։ Քիչ անց Հենրին դուրս է գալիս քաղաքից Հալալի հետ։ Հալալը հարցնում է, թե ինչ է պատահել, եւ Հենրին շատ հուզված ասում է. Անգելինան իմ քույրն է։ Հալալը շոկի մեջ է, իսկ երբ միանգամից պատմում է այդ մասին Բագրատին, վերջինս հեգնանքով արձագանքում է, որ ինքը վաղուց էր կռահել ամեն ինչ։ Իսկ այս ընթացքում Անգելինան ոչ մի էական պատասխան չստանալով Վիկտորիայից ու Ավագից, անվերադարձ հեռանում է տանից։ Նա գնում է Աննայի մոտ, հուսահատ ու կոտրված։ Աննան տեսնելով աղջկա վիճակը այլևս չի դիմանում ու ասում է այն, ինչ ինքն էլ է սարսափում բարձրաձայնել։ Միքոն նրա հայրն է, իսկ Հենրին եղբայրը։ Անգելինայի ներաշխարը 1 վայրկյանում փլվում է, իսկ Միքոն այս ընթացքում խմած, մենակ նստած է, խոստովանելով ինքն իրեն, որ սա իր կյանքի ամենացավալի ընտրությունն էր։ Նա հիմա հասկանում է, թե ինչ անուղղելի վնաս պատճառեց ոչ միայն Աննային, այլ նաև սեփական որդուն, բայց ինչպես շտկել մի ամբողջ կյանք, որը կառուցված է ստի վրա։ Հարգելի հետևորդներ, հիմա, երբ Անգելինան վերջապես իմացավ ճշմարտությունը, ինչպես կվարվի, արդյոք կվերադառնա տուն, կխոսի իր ծնողների հետ, բացատրություն կպահանջի նրանից, թե ընդմիշտ կհեռանա տանից։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը չեն տվի, անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար, ու ծիծաղում ենք։ Սուտա ստորիների 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետոն ներքև։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ, չէ՞ չտա։ Դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու նա նկարում իրական։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդոլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չեմ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից ունից դուրս գամ, տենց քրիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգովամ էլի,
Հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման, բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրին։ Ասենք ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք trend ես գոնե։ Ես եմ սկսում թե դու։ Հա։ Ես եմ սկսում թե դու։ Ես գոնե ժամանակ չեմ։ Ես գոնե պատվոտ կատարած չեմ զբաղացնում։ Ես գոնե շատ բարձր դառնամ ու բարձր դիպան չեմ գալի դրա շատ։ Չեմ գալի դեպի 5 անգամ տրամադրում։ Ես գոնե միշտ կապ չունեմ խարեք չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց լաշարկում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անենք ապրիվեր տեքստը մենք գիտենք, անգիլ 10 անգամ անցնում ենք։ Ես մոնե տեքստ անցնելուց կորեկտները չեմ կարդում։ Ինչը պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ դառնում։ Սարանն կա չէ՞ որ դեռ ստանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար ինչ դարձ են անում, թե լյովս ես ինք բրմաց։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Հեսակասի քրոջ ջան, վաքսված ինչպես նորից առանց մեյքափ։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում եւ այդ պատճառով ես հիմա ոչ մեյքափում ապրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես full մեյքափ ունեմ։ Նենց որ надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվել։ Սեմ Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սակնի